Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանի 4 անցակետերի, պնդելով, որ դրանք օգտագործվել են Հեզբոլլահի կողմից զենքի մաքսանենգության համար։ Սա հաջորդել է Լիբանանի հարավում ավելի վաղ իրականացված հարձակումներին, որոնց հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Իսրայելը կրկին վարում է համակարգված ագրեսիայի քաղաքականություն, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ասել է Լիբանանի նախագահը։ Իսրայելի հասցրած հարվածներից առնվազն 19 մարդ է վիրավորվել։ Հունաստանում տեղացած ուժեղ անձրևները 2 մարդու կյանք են խլել, նաև Աթենքում եւ Հունաստանի մի շարք այլ շրջաններում տներ ու մասնավոր բիզնես տարածքներ են հեղեղվել։ Աթենքի հրշեջ ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել հեղեղված շենքերից ջուրը դուրս մղելու համար։ Հյուսիսային Էգեյան կղզիներում հայտարարվել է տագնապի բարձր աստիճան։ Մի շարք շրջաններում սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կհասնեն Բոֆորտի սանդղակով 10 բալուժ գնության։ Այս քամիները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն ցամաքային նավերի ու ծառերի համար, այլև ստեղծում են փոթորկայնալիքներ, որոնք կարող են ջուրը ապտանել։ Փոթորիկները նաև առանձյուն են բերել Հունաստանի հյուսիսային եւ կենտրոնական շրջանների շատ մասերում։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Կոպենհագենը որևէ բանակցության չի մտնի Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիան ձեռք բերելու հարցով, ընդգծելով, որ Դանիան չի հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից։ Նրա խոսքով Գրենլանդիայի հարցում Դանիայի դիրքորոշումը անփոփոխ է եւ նման սցենարը բացառված է։ Հայտարարությունը հնչել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին նախազգուշացրել էին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը, նշելով, որ կղզին Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները, հայտարարելով, որ Եվրոպան ներկայումս ձևավորում է ավելի ուժեղ դաշինք, որտեղ եվրոպական երկրները կստանձնեն ավելի մեծ պատասխանատվություն սեփական անվտանգության համար։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ լարվածությանը, Ստուբը հարցը հումորով շրջանցել է որպես հնարավոր լուծման դերակատար, նշելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, ինչը ծիծաղ է առաջացրել լսարանում։ Ռյուտեն իր հերթին պաշտպանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Արկտիկայի պաշտպանության ամրապնդման հարցում, դա կապելով տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվության աճի հետ, ընդգծելով, որ խնդիրները պետք է լուծվեն հաշվարկված դիվանագիտության միջոցով։